Հրապարակորաթերթը գրում է, եթե ադմինիստրատիվ ռեսուրսը չլիներ, ապա Նիկոլ Փաշինյանի նախընտրական հանրահավաքներին 10-ից 20 մարդ էլ չէր մասնակցի։ Նախկին հեղափոխական առաջնորդի իմիջից ոչինչ չի մնացել եւ նրա հետևորդների շարքերն էլ խիստ նոսրացել են, այնպես որ անգամ իր ծննդավայր Իջևանում այսքան ադմինիստրատիվ լծակներ կիրառելով չեն կարողանում մի փոքր հրապարակ լցնել։ Իջևանը փոքր քաղաք է, այնտեղ չկան առանձնապես մեծ հրապարակներ։ Հայտնի հրապարակը կոչվում է երկող շատրվանների հրապարակ, որտեղ երեկոյան ժամերին մարդիկ դուրս են գալիս զբոսանքի շատրվաններով հիանում, քայլում Աղստև գետի ափին եւ այլն։ Այնտեղ են նաեւ տեղի ունենում բոլոր համերգները, միջոցառումները։ Իրավունք թերթը գրում է, քաղաքացիական պայմանագրի փակնիստում Նիկոլ Փաշինյանն ասում են, թե թիմակիցների մտահոգությունները փարատել է եւ վստահեցրել, որ իրենք հաղթելու են, իսկ եթե Ռոբերտ Քոչարյանը կամ Սամվել Կարապետյանը սկսեն հիստերիա ամսի 8-ին, ապա դրա համար էլ ունի պլան B, քրգործերի մատերիալները տրցակով իրենց են սպասում։ Հրապարակորաթերթը գրում է, իշխանական շրջանակներից ստացած տեղեկությունների համաձայն հունիսի 7-ի ընտրություններում առանձնակի կարևոր է հետևել ընտրողների այսպես կոչված լրացուցիչ ցուցակներին։ Հայաստանում ընտրողների լրացուցիչ ցուցակներում սովորաբար ընդգրկվում են այն քաղաքացիները, որոնք հիմնականում ընտրացուցակում չկան, բայց ընտրության օրը կամ դրանից առաջ ստացել են ընտրելու իրավունք տվյալ տեղամասում։ Օրինակ, ովքեր ընտրություններից առաջ գրանցվել են նոր հասցեում, զինծառայողները, կալանավայրերում գտնվող ընտրելու իրավունք ունեցող քաղաքացիները, ընտրության օրվա դրությամբ հաշվառման կամ տվյալների փոփոխության պատճառով հիմնական ցուցակում չընդգրկված անձինք դատարանի որոշմամբ ընտրելու իրավունքը վերականգնած քաղաքացիները եւ այլն։ Փաստորաթերթը գրում է, որքան էլ ԿՊԱ-ականները փորձում են ցույց տալ, թե Նիկոլ Փաշինյանի նախընտրական հավաքները մարդաշատ են, անզեն աչքով էլ նկատելի է, որ նախ այդպես չէ, ապա եւ եղածների մեծամասնությունը բերովիներն են, իսկ ինքնակամ եկածներին կարելի է մատների վրա հաշվել։ Օրինակ, շաբաթ օրը մեր թղթակիցն ականատես է եղել, որ քանաքերում տեղի ունեցած հավաքին հազիվ մի 100 մարդ է մասնակցել։ Գերակշիռ մեծամասնությունը Փաշինյանի հետ եկածները կամ պետական կառույցների բերվածներն էին։ Հրապարակորաթերթը գրում է, մեր տեղեկություններով զինված ուժերում սկսվել է բացահայտ քարոզչություն գործող իշխանության օգտին։ Քարոզչական առաքյալներ են նշանակվել զորամասերի հրամանատարները կամ այդ պարտականությունը կատարող զինվորականները, որոնք մեր աղբյուրի պատմելով հատկապես վերջին օրերին զորքի հետ դաստիարակչական լուսավորչական աշխատանքներ են տանում։ Նախ երկարաշունչ ճառեր են ասում զորքի առաջ, թե հունիսի 7-ի ընտրություններին պարտավոր են ընտրել այն ուժին, որին արժանի են համարում, իսկ վերջում հարկ են համարում զորքին պարտադրել իրենց հեղինակավոր կարծիքը, որ դիցուկ ինքը հրամանատարը անձամբ ընտրելու այս իշխանությանը։ Նիկոլ Փաշինյանին, քանի որ նրանց է համարում արժանի, քանի որ նրանք են բանակի համար այսինչ այնինչ բանն արել։